Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ամփոփում է 2025 թվականն ու ներկայացնում 2026 թվականի հիմնական անելիքները։ Նրա խոսքով շինհրապարակներում պարտադիր կդառնան նոր սերնդի սարքավորումները, որոնք կվերահսկեն օդի աղտոտվածությունն ու կգործեն որպես փոշեճնշիչ համակարգեր։ Պահանջ է սահմանվել, որ պետք է շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք ճանապարհներ որպես չեն ծառայում, ունեն հողային մակերես, պետքա խճապատված լինեն, որպեսզի շարժումների, քամիների ընթացքում այդ հողը ծածկված լինի խճով եւ արտանետումներ փոշին չբարձրանա եւ հարակից միջավայրը չաղտոտվի, չփոշոտվի, փոշեճնշիչ, փոշեզսպիչ եւ ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառության պարտադիր պահանջ ենք սահմանել։ Հարցին նոր սարքավորումների ձեռքբերումն ինչ ծախսեր է ենթադրում եւ արդյոք դրանք կառուցապատողն է գնելու, քաղաքաշինության կոմիտեի նախագահը պարզաբանում է. Բոլոր սեփականատերերը, կառուցապատողները կամ շինարարները իրականացնելու են այդ կահավորման աշխատանքները։ Հիմնականում դա մեծ գումարի հետ չի կապված, օրինակ այն ճանապարհները, որոնցով շինհրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները, շինարարությունը սպասարկելու համար, դրանք պետք է բետոնապատվեն, դա մեծ ծավալի աշխատանք չի։ Այն հարթակները, որտեղ հողային մակերես ունեն, պետքա ինչ-որ շերտով, որը նշված է նորմի մեջ, պետքա խճապատվեն եւ այստեղ շատ կարեւոր է, որ հողային աշխատանքների իրականացման ժամանակ այդ պարագծով տեղադրված լինեն ուրեմն ջրային մառախուղ առաջացնող այդ համապատասխան սարքավորումները, որպեսզի փոշու արտանետումները դեպի մթնոլորտ նվազեցվի։ Կառուցապատման գործընթացում Վարդանյանի համոզմամբ առաջնային է հանրային շահը։ Օրենքի շրջանցում հնարավոր չէ։ Խախտումների դեպքում նախատեսվում են խիստ քայլեր։ Մենք պլանավորում ենք այդ տվյալ շինարարական կազմակերպություններին, եթե տեսչական մարմինները գնան արձանագրեն եւ պարզվի, որ չեն պահպանվում, ընդհանուր կարող են այդ շինարարական կազմակերպությունները զրկվել լիցենզիայից կամ նրանց լիցենզիան կասեցվի։ Քաղաքաշինության ոլորտում ըստ կոմիտեի նախագահի գրանցվել են դրական տեղաշարժեր։ Մասնավորապես ընդլայնվել է շենքերի թույլատրելի հարկայնությունը, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճկուն նախագծային լուծումների գնալ։ Եթե նախկինում նախադպրոցական հաստատությունները չէր կարելի 3 հարկից ավել կառուցել, ապա նոր նորմերով սահմանել ենք, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցները մինչև 5 հարկ կարելի է կառուցել, բժշկական կենտրոնները կարելի է կառուցել մինչև 9 հարկ, սա թույլ է տալիս այսօրվա շինարարության տեխնոլոգիան, լուծումները եւ ինչպես նաեւ սա շատ կարեւոր է հողային ռեսուրսները արդյունավետ օգտագործելու տեսանկյունից։ Աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ամրացնել գործող կամուրջները, համագործակցելով այլ ենթակառուցվածքների հետ։ Լոռու եւ Տավուշի մարզերում գետերի վարարման աղետի ժամանակ մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունում առկա չէ մետաղական ուրեմն կոնստրուկցիաներով կամուրջների արտադրության նախագիծ եւ ստացանք հանձնարարություն, այդ հանձնարարությունը կատարեցինք եւ հիմա մշակել ենք եւ հաստատել ենք մետաղական կոնստրուկցիաներով կամուրջների արտադրության ըստ էության ամբողջ փաստաթղթավորումն ենք իրականացրել եւ առաջիկայում տկենի մեր գործընկերները կպատվիրեն եւ կսկսենք նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրել մետաղական կոնստրուկցիաներով կամուրջներ։ Միջազգային փորձի հիման վրա նախատեսվում է նաև զբոսաշրջային նոր ենթակառուցվածք։ Հարսնաքարից մինչև Սևանի թերակղզի կկառուցվի ճեմուղի, որին կից կգործի վերելակ դեպի Սևանավանք։ Կոմիտեի համակարգմամբ մշակվել է Հարսնակար հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի շուրջ 2.8 կիլոմետր երկարությամբ 6.5 մետր լայնությամբ ճեմուղու նախագիծը, շինարարական նախագիծը, որի շինարարական աշխատանքները կմեկնարկենք այս տարի, ունենանք բավականին գեղեցիկ եւ հարմարավետ ճեմուղի, իսկ ճեմուղու հարակից հատվածում կունենանք համայնապատկերային վերելակ, որը հնարավորություն կտա
մեր տուրիստներին կամ հաշմանդամություն ունեցող անձանց ավելի մատչելի եղանակով հասանելիություն ապահովել դեպի Սևանավանք։ Այն կազմակերպությունները, որոնք քաղաքաշինության ոլորտում իրականացնում են աշխատանքներ, կվարկանիշավորվեն։ Քաղաքացին ինքը կընտրի բարձր վարկանիշ ունեցող կառուցապատողին։ Սահմանել ենք 4 մակարդակի վարկանիշ՝ ցածր վարկանիշ, միջին վարկանիշ, բարձր վարկանիշ եւ բարձրագույն վարկանիշ, բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք քաղաքաշինության ոլորտում իրականացնում են ծառայություն։ Եվ ինչքան կազմակերպության վարկանիշը բարձր լինի, այնքան նրա նկատմամբ կգործեն արտոնություններ։ Իդեպ ուզում եմ ասեմ, որ այս վարկանիշը ձևավորվելու է ինքնաշխատ եղանակով, բոլորը տեսնելու են բոլորի վարկանիշը, մարդկային գործոնը վերված է նվազագույն մակարդակի։ Շողեր Խլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։